Հայաստանի համայնքներն այսօր բախվում են կլիմայական մարտահրավերներին, խմելու և ոռոգման ջրի պակաս, հողերի դեգրադացում, ջրհեղեղներ, երաշտ, անտառային տարածքների կրճատում, հրդեհներ, սառնամանիքներ, սողանքներ։ Այս վտանգները հարվածի տակ են դնում համայնքների համաչափ և կայուն զարգացումը։ Խնդիրները վերհանելու և համայնքների ձայնը լսելու համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի շրջանակներում անցկացվել են խորհրդակցություններ ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների և ակտիվ բնակչության մասնակցությամբ Թալին, Փամբակ և Մեղրի համայնքներում։ Մենք տեսնում ենք, որ այսօր կա քաղաքական կամք լսելու տեղական համայնքների խնդիրներն ու կարիքները։ Շատ կարևոր է, որ տեղի բնակիչներն ակտիվորեն բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը և առաջարկեն լուծումներ, որոնք անհրաժեշտ են կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունները մեղմելու համար։ Կարևոր է, որ նրանք ներգրավված լինեն կայացվող որոշումների ընդունման գործընթացում։ Կարևոր է, որ պատգամավորները տեղեկատվություն ստանան առաջին ձեռքից, վերլուծեն այն, որպեսզի որոշումները և օրենսդրական փաստաթղթերն առաջին հերթին արտացոլեն սովորական մարդկանց կարիքները։ Համայնքները չունեն բավարար կարողություններ, մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար։ Փաստացի, նրանք անպաշտպան են կլիմայական վտանգների առաջ։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը նախ եւ առաջ դա մտածողության ձև է։ Մտածողության հարթության մեջ փոփոխությունը երկու ճյուղի եմ ես բաժանում։ Նախ առաջինը դա գիտակցությունն է, կլիմայի փոփոխության վտանգները։ Եվ շատ կարևոր է, որ հիմա մեր գործողություններով մենք ավելի շատ կանխենք, քան արդեն փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները։ Ու այդ ուղղությամբ պետք է բոլոր հարթություններով մենք աշխատենք։ Համայնքներում բնակչությունը բախվում է կլիմայական ռիսկերի։ Երաշտ, ջրի պակաս, աղբյուրների ցամաքում, տեղումների պակաս, կարկուտ, վաղ ցրտահարություն, սելավներ և հեղեղումներ, ջրհեղեղ, բերքատվության անկում, հողի դեգրադացում, անտառային հրդեհներ, սողանքներ։ Փամբակ համայնքի մի քանի բնակավայր ճանաչվեց աղետի գոտի 2024 թվականի մայիսյան ջրհեղեղի հետևանքով։ Ունաս է գրել ինչպես նրանց պատկանող շարժական և անշարժ բույքը, այնպես էլ դուժել են գյուղատնտեսությունը, արձանագրելով բերքատվության անկում, հեղեղների արդյունքում հողալվացում, ջրանցումներ գովերում, հեշքի կորուստ և այլն։ Մեր մոտ նույնպես նկատվում են եղանակային ջերմաստիճանի բարձրացումներ, տեղումների քանակների նվազեցում, ու մենք չունենք ոռոգման համակարգեր։ Թալին և Մեղրի համայնքներում հիմնական խնդիրը ջրի հասանելիությունն է։ Ջրերի հետ կապված ճիշտ է նվազել է, բայց կառավարման ճիշտ չդաշնան խնդիր կա։ Ավելի շոկ է լինում և հիմնականում մեզ ունենում ենք խնդիր ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիրներ։ Խորհրդակցությունները համայնքներում նպաստում են տեղական խնդիրների ամբողջական քարտեզագրմանը, համայնքային փորձի և առաջարկությունների ամփոփմանը և օրենսդրական առաջարկների մշակմանը։ Այս քննարկումների արդյունքում, եթե որևէ օրենսդրական նախաձեռնություն գեներանա, ապա ազգային ժողովը պատրաստ է այն քննարկելու և օրենքի տեսքով արդեն ունենալու համար։ Պետք է համագործակցել։ Մենք հաշվետու ենք նայել ժողովրդի առաջ։ Իրենք էլ պետք է պահանջատեր լինեն։ Շատ կարևոր է լսել երիտասարդներին և միասին ազգային ժողովը, համայնքը, երիտասարդությունը միասին փորձել էլ ավելի լավ դարձնել Հայաստանի Հանրապետությունը։
Խորհրդակցությունների ընթացքում հնչեցին համայնքների առաջարկները, ինչպես բարելավել ջրամարտակարարումը, զարգացնել գյուղատնտեսությունը, խթանել վերականգնվող էներգետիկան եւ պահպանել ու ավելացնել անտառները։